Eu sou MC Losca, eu não sou o Bambambam. As novinhas de hoje. Իմ անունը Կարլոս է։ Ես ուզում եմ ձեզ պատմել իմ պատմությունը, թե ինչ եմ արել առաջ, մինչև երիտասարդների ուժ գալս, եւ ինչ փոխվեց իմ կյանքում երիտասարդների ուժից հետո։ 11 տարի ես զբաղվել եմ երաժշտությամբ։ Ես մեծ տպավորություն էի թողել հայտնի մարդկանց վրա։ Ես մեծ բեմեր էի գրավում, եւ ես մի քանի երգ ունեի, որոնք Բրազիլիայում շատ հայտնի դարձան։ Իմ երգերը ամենահայտնի ռադիոյով էին միացնում եւ ամենահայտնի երաժշտական խմբերում։ Իմ երաժշտական ոճի մեջ ես լավագույններից էի եւ երաժշտությունը ինձ շատ փառք բերեց, ինչպես նաեւ գումարներ եւ կանայք։ 11 տարի շարունակ շատ շոուներ եմ արել, շատ պարային բեմադրություններ, շատ գիշերներ եւ ամեն տարի Ամերիկայում մրցանակ էի ստանում լավագույն երգի համար։ Ես նաև մասնակցել եմ որոշ հեռուստատեսային նախագծերի։ Մենք շատ ուրախ ենք, որ դուք այսօր այստեղ եք մեզ հետ։ Հուսով եմ, որ շատ հաջողություններ կունենաք։ Ահա եւ ես։ Ես շնորհակալ եմ ձեզ, որ դուք եկել եք այսօր մեր նախագծին մասնակցելու համար։ Մենք պատրաստվում ենք նրան նվիրել այսօր այս երգը։ Շատ շնորհակալ եմ ձեզ այս առիթի համար։ Կարծես հիմար լինեմ, բառերս մոռանում եմ։ Եթե Աստված տա, մեծ տիտղոսներ կվաստակեմ։ Խաղը կլինի նրա համերգը, եւ մենք կհանդիպենք այնտեղ։ Եվ իմ երջանկությունը նրա մեջ էր, որ լինեմ ճանաչված իմ լսարանի կողմից։ Բայց իմ ներսում իրականում կա շատ մեծ դատարկություն։ Եվ ես 11 տարի ամեն օր ապրում էի փնտրելով երջանկություն, բայց երջանկությունը ինձ համար շատ մեծ բան էր թվում։ Ես չէի կարողանում այն գտնել իմ ներսում։ Այնքան ժամանակ, մինչև մի օր ես կանգ առա։ Ես մտածեցի եւ ինքս ինձ ասացի. ինչ եմ անում իմ կյանքի հետ, մինչև երբ եմ այսպես ապրելու։ Եվ դա այն օրն էր, երբ որոշեցի թողնել ամեն ինչ։ Ինձ համար շատ դժվար էր այդ որոշումը կայացնելը, որովհետև այդ ամենը իմ աշխատանքն էր։ Երգով ես շատ մեծ գումարներ էի աշխատում։ Երաժշտությունը ինձ հայտնի էր դարձրել։ Այդպես ես կարողանում էի գնալ բոլոր բարձրակարգ միջոցառումներին։ Այդպես ես սկսեցի խմել։ Շատ դժվար էր այդ ամենը թողնելը, բայց ես ուխտ կապեցի Աստծո հետ։ Ես ասացի. Տեր իմ, եթե դու Աստված ես, եթե դու գոյություն ունես, դու պետք է փոխես իմ կյանքը, որովհետև ես տեսնում եմ շատ մարդկանց, որոնք ասում են, որ իրենց կյանքը փոխվել է, եւ դու նույնպես պետք է փոխես իմ կյանքը։ Եվ մեկ շաբաթ անցավ, օգոստոսի 14-ն էր, 2016 թվականն էր։ Ես որոշեցի ջրով մկրտվել, եւ 2 շաբաթ հետո Աստված ինձ ապացուցեց, որ նա գոյություն ունի։ Աստված փոխեց իմ ոճը եւ լցրեց իմ դատարկությունը, ինչը որ ես փնտրում էի 11 տարի եւ չէի գտնում։ Աստված ինձ ցույց տվեց, որ ես ճիշտ ուղու վրա եմ, եւ նա ինձ էր ուզում, դա նրա կամքն էր։ Եվ ես այցելում էի երիտասարդների ուժի հանդիպմանը։ Երիտասարդական հանդիպումները իմ մտածածի պես չէին անցնում։ Ես մտածում էի, որ երիտասարդների ուժի ծառայությունը շատ ձանձրալի է, որ եկեղեցին ձանձրալի է, որ ոչ ոք ոչինչ չի անում։ Երիտասարդների ուժի ժամանակ ֆուտբոլ ենք խաղում, ֆիլմ ենք դիտում եւ անում ենք այն, ինչ անում են նորմալ մարդիկ։ Եվ իմ ամիսները սկսեցին ճիշտ ապրելակերպով անցնել, եւ ես հասկացա, որ Հիսուսով ապրելը շատ լավ որոշում էր, որը ես կայացրի։ Եվ այն կյանքը, որ մարդիկ պատկերացնում էին, այդ ամենը խաբկանք է, եւ այդ կյանքը ինձ երջանկություն չէր տալիս։ Բայց այսօր կարող եմ վստահ ասել, ես երջանիկ եմ, եւ ես դա կարող եմ ասել, որովհետեւ ես ապրել եմ աշխարհում, ինչպես շատ երիտասարդներ հիմա։ Ես ապրում էի խմիչքով, մարմնավաճառների հետ ժամանակ էի անցկացնում, ապրում էի պարելով։ Իմ հարևանները թմրամոլներ էին, որոնց դուր էր գալիս իմ երաժշտությունը։ Եվ մեր տարածքում կար մի բար, որտեղ ես հաճախ էի լինում, եւ այնտեղ տեղի ունեցան կրակոցներ։ Եվ փառք Աստծո, որ ես հիմա այստեղ եմ եւ պատմում եմ այս պատմությունը, որ պատմում եմ իմ վկայությունը, եւ փառք Տեր Հիսուսին։ Եվ ես ուզում եմ քեզ հրավիրել։ Եվ եթե դու ես անցել նմանատիպ բանի միջով, եթե հիասթափված ես կյանքից, եւ եթե ձեր ներսում էլ կա այդ դատարկությունը, եթե դու երջանիկ չես, արի երիտասարդների ուժին մասնակցիր։ Արա մեկ քայլ Աստծուն
Եվ ես վստահ եմ, որ նա կապացուցի, որ նա գոյություն ունի։ Եվ ես վստահ եմ, որ նա կլցնի այդ դատարկությունը, որը կա ձեր ներսում։